Ողջույն իմ սիրելի հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ ուղերձով դիմեմ բոլոր նրանց, բոլոր այն մարդկանց, չտարանջատելով արցախահայություն, հայաստանաբնակ ժողովուրդ, իմ հայազգ։ Այսօր մի հատ իրավիճակ է հասունացել, որ մեծ դադարեցնելու կամ ոչնչացնելու կամ չեզոքացնելու համար Արցախի Հանրապետության ինստիտուտը հաշվի առնելով, որ այս երկու շաբաթվա ընթացքում իմ պայքարս, իմ ջանքերս, այն ինչ ես ամենօրյա ռեժիմով արդեն բացահայտ ասում եմ այդ վտանգների մասին, բացի դրանից այդ աշխատանքները ես մոտավորապես 2-3 ամիս առաջ էի արդեն բարձրաձայնում այդ ինստիտուտի վերականգնման կարևորությունը, որովհետև այսօրվա պարագայում արցախահայության թե իրավունքների, թե հետվերադարձի, թե Արցախի հիմնախնդրի, թե Արցախի հայկական լինելու ամենահզոր, ամենաուժեղ խոսքի կներեք կապի հետ կապված երևի խնդիրներ կա, ես շարունակեմ։ Ես այսօր ուզում եմ դիմեմ մեր արցախահայությանը։ Ես այսօր ունեմ ձեր կարիքը։ Ես այսօր ունեմ ձեր աջակցության կարիքը։ Ես այսօր ունեմ ձեր միասնական համատեղ պայքարի կարիքը։ Ասելիքս ինչ է, մոտակա ժամանակներս, գալիք շաբաթ, ես առաջարկում եմ ձեզ բոլորին, մենք միասնական գնանք Արցախի Հանրապետության ներկայացության առաջ, հանդես գանք մեր հանրային աջակցությամբ, մեր ձայնով, մենք պահանջատեր լինելով, որ այդ կառույցը այսօրվա իրավիճակում պահանջում ենք, որ ինքը ծառայի ու կատարի իրեն պատասխանատվությունը, իրեն պարտականությունը մեր ժողովրդի առաջ, արցախահայության առանձնապես առաջ։ Ինչի համար եմ այսօր եկել այս եզրակացության, ինչի համար եմ այսօր եկել ստիպված գնալով այդ քայլերին, որովհետև 3 տարվա մեջ, եթե այդ պետական կառույցը ներկայացուցիչները, պատասխանատու ներկայացուցիչները իրենց չեն դրսևորել համապատասխան ձևով, ժողովրդին այս իրավիճակում, որ օրեցօր վատանալով, օրեցօր իրավիճակը բարդանալով արցախահայության տեղահանված ժողովրդի մասին եմ խոսում, դա էլի գալիս է այն հանգամանքներից, որ ամեն մեկը կամ էլ այդ կառույցը պատասխանատու մարդիկ կառույցը մեղք չունի, այդ պատասխանատու մարդիկ իրենց դերակատարությունը, իրենց պարտականությունները չեն իրականացնել բավարար աշխատանքներով, բավարար նվիրյալ մոտեցումներով, բավարար համարձակ որոշումներով։ Առաջարկս ինչի հետ է կապված։ Մենք դեղ հավաքվելու իմաստը, մենք հրավիրելու ենք բոլոր ֆրակցիաների ղեկավարներին, բոլոր ղեկավար անձերին, այսօրվա պարագայում ով ներկայաշխանությունում պաշտոնակատար է։ Բացի դրանից կհրավիրենք նաև նախկին պաշտոնյաների, կհրավիրենք նաև նախկին ղեկավար զբաղեցրած այդ պատասխանատու անձերին։ Կգան, չեն գա, դա երկրորդ հարցն է, դրա պատասխանն էլ ես կձևակերպեմ, կասեմ։ Այսօր մեր կարևորությունը, մեր դերակատարությունը նրա մեջ է, որ մենք լինենք պահանջատեր, սիրելի հայրենակիցներ։ Պահանջատեր լինելով, աննորից եմ ասում, ամեն մեկս տեր ենք կաղնում դրանով մեր իրավունքին, տեր ենք կաղնում այդ ինստիտուտի պահպանման, տեր ենք կաղնում Արցախի հայկական վերադարձի կամ Արցախի հայկական վերականգնմանը։ Սա այն հարցերն է, որ մի օր հարց կա, որ այսօր է պահանջում, այդ պայքարի ուղին բանանելու, շարունակելու հարցեր է պահանջում, որ հետագայում դա կարևորություն ունենալու համար, թե միջազգային հարթակներում է, թե Մայր Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում է, այդ բոլորը ամեն ինչի իր դերակատարությունը ցույց է տալիս մեզ պահանջատեր լինելով, մեր հասարակության մասին եմ խոսում, սիրելի հայրենակիցներ, ժողովրդի մասին եմ խոսում, կուսակցական պատկանելիություն հասկացողություն չկա,
ինչ որ տարբեր ուժերի, տարբեր կենտրոնի պատկանելիություն հասկացողություն չկա։ Եկել է հասունացել է մի ժամանակ, որ ամեն մեկս իմ նման մտահոգված, իմ նման ամենօրյա ռեժիմով բարձրաձայնելով այդ հարցերը, իմ նման այն մարդիկ, ովքեր այսօրվա իրավիճակում պատրաստ են պատասխանատվություն կրելու, պատրաստ են ամեն պարագայում հանուն, նորից եմ ասում, այդ իրավունքների, հանուն այդ ինստիտուտի պահպանման, հանուն բոլոր են հիշատակված, որ ասում եմ, մեր հերոսներին, այդ իրենց անունը վար պահելու համար, արժանապատիվ լինելու համար, եկենք մեկ տեր կաղնենք, մեծ դերակատարությունը վերցնենք մեր ձեռը, ու մեկ դրանով ցույց տանք, որ հարցի լուծում էլ կա, դրանով ցույց տանք, որ կան տղերք, որոնք այսօրվա պարագայում կարողանում են վճռական քայլեր անեն, վճռական որոշումներ կայացնեն, ու բացի խոսելուց տեր են կաղնում իրենց խոսքերին ու պատրաստ են առաջնագծում լինելով հանուն ընդհանուր հասկացողության, հանուն ընդհանուր գաղափարի հետ կապված։ Ես ձեզանից մի բան եմ խնդրում, իմ մեջքից կաղնեցեք, ես ձեզանից մի բան եմ խնդրում, աջակցեք ինձ, ես ձեզանից մի բան եմ խնդրում, այս առաջարկից, այս ուղերձից հետ կապված միասնական եկեք միասին այդ հարցի բարձրաձայնումը, միասին այդ հարցի լուծումը ստանալու համար։ Ես ինչու եմ ես բառը ասում, որովհետև խոսողը ներկայացնողը ես եմ, դիմողը ես եմ, ես մեծ ուրախությունով ուզում եմ տեսնեմ իմ շրջապատում այս հարցի հետ կապված տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որ եսը դառնամ մենք, որ մենք այդ հարցը լուծենք, մենք հոր բարձրաձայնենք, մենք դերակատար լինենք, մենք այդ ուժը ներկայացնենք։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք կունենանք բոլոր հարցի լուծումների պատասխանները։ Ինչի հետ, որովհետև այս 3 տարվա ընթացքում ես մտած այդ փնտրելով տարբեր միջոցներ, տարբեր առաջարկներ, տարբեր խնդիրների, տարբեր հարցերի մեջ ես տեսնում եմ, որ մարդիկ չեն իրականացնում իրենց պարտականությունը, մարդիկ չեն աշխատում հանուն ժողովրդին, մարդիկ չեն աշխատում այդ ի պաշտոնե ծառայելու ժողովրդին։ Ես բացահայտ ձեզ մտքեր եմ առաջարկում։ Այսօրվա իմ առաջարկս դրա մասին է։ Մոտակա ժամանակները գալիք շաբաթվա ընթացքում ես առաջարկում եմ, օրնել եմ նախորոք ասելու, ժամնել եմ նախորոք ասելու, մենք հասարակությունս, մենք ժողովուրդս գնանք Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացության շենքի առաջ, նախորոք ես հայտարարելու եմ, հրավիրելու եմ բոլոր ի պաշտոնե, նախկին պաշտոնյաներ, ֆրակցիաների ղեկավարներ, ներկա պաշտոնակատարներին, որ պարտադիր դեղ գտնվեն, խաղաղ, նորմալ որ ասում եմ միջավայր լինելու, որովհետև օրակարգից չենք շեղվելու, օրակարգը սա այն օրակարգն է, որ այս սկզբունքներով, այս դրվածքով ենք մենք հետագա անելիքները կամ հետագա հարցերի լուծումները ստանալու, դրա համար ձեզ խնդրում եմ, բոլոր այն ներկայացուցիչները, ով ինչ ճանաչում է, բոլոր այն մարդիկ, ովքեր շահագրգռված են այս հարցի լուծմանը, կարևորացնում են դրա այդ կառույցի պահպանմանը, եկեք համախմբված մի օր, գալիք շաբաթում, ես այդ օրը կասեմ, ժամներ կասեմ, միասնական գնանք, լինենք պահանջատեր, միասնական գնանք, բարձրաձայնենք այս հարցը, որ սա այս հարցը մենակ մի քանի հոգու մասին չի, ընդհանուր արցախահայության մասին է, ու այդ ժամանակ էլ կտեսնենք ամեն մեկի դերակատարությունը, պարտականությունը, իր դրսևորումը, իր պահվածքով, իր համարձակությունով, իր առաջարկներով, ու դրանից էլ մենք բոլորիս համար հասկանալի կլինի ինչա կատարվում, ինչա մեզ սպասվում կամ ինչի հիման վրա ենք հասել այս իրավիճակին։ Ես ձեզ ասեմ, այսօրվա պարագայում Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ընտրել է խնդիր չկա, ըստ սահմանադրության, ըստ օրենքների հիման վրա։ Այսօր Արցախի Հանրապետության նախագահ ընտրելու էլի խնդիր չկա, ըստ սահմանադրության, էլի Արցախի Հանրապետության, ըստ օրենքների։ Խնդիրը անձերի հետ կապված է, խնդիրը թեկնածուի հետ կապված է, թեկնածուի հետ եթե հարց է կապված, դա ժողովրդի մեղքը չի, դա այդ կառույցի մեղքը չի, այդ անձերը որ չկան, դա խնդիրը իրենց մեջ է,
Ես վստահեցնեմ ձեզ, եթե լիներ Արցախի հանրապետությունը, եթե լիներ Արցախը ոնց որ եղել է առաջում, միշտ որ ասում է այդ իրավիճակում, կարգավիճակում, ես հավաստիացնում եմ ձեզ, որ այդ թեկնածուները 20-30 հոգի կլինեին։ Եթե լիներ հայկական Արցախը մինչ օրս, այդ պաշտոնների համար հերթ էին կաղնած, որ այդ պաշտոնյաները զբաղեցնեն։ Այսօր ինչն է խանգարում, այսօր ինչն է ձեզ կներեք էլի կապի խնդիր է շարունակում, որ դուք չգնաք այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնելու, եստեղ մի հատ պարագա եմ տեսնում մենակ, որ մեջին շահ չկա, մեջին օգուտ չկա, ու դրանից, որ միշտ ժամանակները դուք զբաղեցրել եք այդ պաշտոնյան, դուք ուրեմն նպատակները ձեր Արցախը պահելու համար չի եղել, Արցախի ժողովրդի շահերը առաջ տանելու համար չի եղել։ Եթե դա տենց չի, այսօր եկեք դուք հակառակը ցույց տվեք, մեզ ապացուցեք, մեզ բացատրեք, մենք էլ որպես հասարակություն, ես ասում եմ, ձեր մեջքին կաղնած եմ։ Այն անձը, ով վերցնում է պատասխանատվություն այսօրվա պարագայում, այս ծանր իրավիճակում, ստանձնելու այդ պաշտոննա, թե այդ պատասխանատվությունը մեր հայ ժողովրդի հետ միասին, ես վստահ եմ, նույնն էլ բացի արցախայությունից, բոլորը ձեր մեջքին կաղնած են։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, որովհետև ես մեծ վտանգներ եմ տեսնում մտավորված բանով, որ փորձում են քանդել այդ կառույցը։ Մի մասը շահագրգռված փորձում է քանդել այդ կառույցը։ Մի մասը իս նմանները թույլ չենք տալիս կամ թույլ չենք տա, որ քանդեն այդ կառույցը։ Ժողովուրդ, Արցախի հանրապետությունը բոլորիս համար միշտ եղել է հպարտության սիմվոլ։ Արցախի հանրապետությունը ստեղծվել է արյունով, Արցախի հանրապետությունը տասնյակ տարիներ մարդիկ են, քաջորդիներ են իրենց զոհաբերել հանուն այդ պետությունը ձևակերպելու համար, հանուն այդ անկախությունը ձեռք բերելու համար։ Սա մենակ արցախահայության հարցը չի, սա մենակ արցախցիների հարցը չի, սա եղել է ոնց որ միշտ ազգային հարց։ Այս ազգային հարցը մենք էլի ազգովի պիտի տեր կաղնենք։ Այս ազգային հարցը ազգովի պիտի մենք առաջնորդվենք դրանով։ Մայր Հայաստանը այսօրվա պարագայում տարածաշրջանում դերակատար ունենալու համար միայնակ հզոր զենքը Արցախի իրավունքները կամ Արցախի հայկական լինելը Արցախի հիմնախնդիրն է։ Ուրիշ ոչ մի զենք, ուրիշ ոչ մի ճշմարտ թշնամու զսպելու, թշնամու բերանը փակելու, թշնամու ատամները ջարդելու ուրիշ զենք չունենք։ Ինչ ասում են, դա սաղ սուտ է։ Այսօր Արցախի հիմնախնդիրը ազգային հարց հասա, ոնց որ միշտ էլ եղել է։ Դրա համար մենք ազգովի պիտի կաղնենք այդ հարցը պահելու օրակարգի մեջ։ Մենք ազգովի պիտի կաղնենք այդ ինստիտուտը պահելու համար։ Ու անդրադառնալով, որ ասում եմ շատ երկար չխոսեմ, նորից եմ ասում, հաջորդ գալիք շաբաթը իմ կողմից նախաձեռնված առաջարկում եմ այսօրվա պարագայում իմ կողմը աջակցեք, մեզ կաղնենք, որ մենք գնանք այդ հարցը կարևորացնենք ու բոլորիս հետ միասին, ձեր հետ միասին տեղում էլ այդ հարցի որոշումները ստանանք։ Հրավիրելու եք բոլորին, նորից եմ ասում, չեկողները խնդիրներ են ունենալու, որովհետև խնդիր ունեն, դրա համար չեն գալու։ Ես ի պաշտոնե մարդկանց եմ ասում, ֆրակցիաների ղեկավարների մասին եմ ասում եւ նախկին պաշտոնյաները։ Այնտեղ հնչելու է անուններ, այնտեղ հնչելու է անուններ, ովքեր քննադատության են արժանի, այնտեղ հնչելու է անուններ, ովքեր դատապարտության են արժանի, որոնք չգան չմասնակցեն մեր համախմբված այդ պայքարին, որովհետև այս նախաձեռնությունը, այս առաջարկը, որ ես ասում եմ, սա իրենց ավելի շատ է ձեռ տալիս, որ իրենք իրենց դիրքն է, իրենց անունն է, իրենց ամեն ձևի այդ ի պաշտոնե պատասխանատվությունը մեր շնորհիվ հասարակության կողմից աջակցություն հայտնող, աջակցության պատրաստականություն հայտնող ներկայացուցիչներին, քան ընդհանուր բոլոր մյուս հարցերի հետ կապված։ Դրա համար ասում եմ, սա այն ձևի առաջարկ եմ անում, որ մենք հասարակությունը, ժողովուրդ միասին գնանք, բարձրաձայնենք այդ հարցը, որ իրենք տեսնեն, որ իրենք խոսքի մենակ չեն, որ վաղը չասեն աջակցություն չի եղել, կամ մենք հանրային աջակցության պիտի լինի, որ գնանք։ Մենք գալիս ենք, ասում ենք, հանրային աջակցությունը կա, մենք պատրաստ ենք կաղնելու հանուն Արցախի ինստիտուտը պահպանելու։ Հələ մի հատ տեսնենք, իրոք խնդիրը թեկնածուների մեջ է, թե նպատակադրված կա մի մաս,
որ դա քանդվի, որ դա լուծարվի, որովհետև իմ մեջ արդեն կասկածանքներ է առաջանում, որ դա Բաքվից է ուղղորդվում։ Բաքվից արդեն, դուք հասկանում եք, պատկերացնում եք բառի բուն իմաստը, որ դա ուղղորդվում է արդեն Բաքվից։ Այդ հարցը փակելու համար այդ ինստիտուտին վնաս հասցնեն, այդ ինստիտուտը որ փակվի։ Այդ ինստիտուտն էլ մեր իրավունքների կենտրոնն է։ Այդ ինստիտուտը մեր հետագա հարցի բարձրաձայնման, հարցի կարևորացման, մեր սկսած սոցիալական հարցերից է, մեր խնդիրների հետ կապված է, ընդհանուր բոլոր հարցերի հետ կապված, սա այն կենտրոնն է։ Դե սիրելի հայրենակիցներ, եթե մենք մինչև օրս տենց մտահոգված խոսում ենք, առաջարկներ ենք անում, ես առաջարկում եմ, խորհուրդ եմ տալիս խորհուրդ տվողներին, դիմում եմ դիմողներին, դիմում եմ անհատներին, ովքեր առանձին մտահոգություն են հայտնում կամ ասում են դրա կարևորությունը, ստեղ անկեղծ ով կա իրոքան անկեղծ պայքարողը, անկեղծ ուզում է, որ այդ պայքարի մեջ դերակատար լինի, անկեղծ շահագրգռված է, որ այդ հարցի լուծումները ստանանք, ես բոլորիդ առաջարկում եմ, այս նախաձեռնության իմ առաջարկից արձագանքեք, իմ առաջարկի հետ կապված, ինձ հետ կապ հաստատեք կամ ձեր աջակցությունը արտահայտեք, ես այդ մոտավորապես այդ քանակը, այդ ժողովրդի, այդ սկսած տարբեր, նորից եմ ասում, սա կապ չունի մենակ արցախահայությանը։ Ես գիտեմ թե, որ հայաստանաբնակ ժողովրդի մի մասը, մեծամասնություն էլ կանվանեմ, բոլորը կողմնակից են այս առաջարկության, այս նախաձեռնության, այս հարցի շուրջ համախմբվածության իմաստով, որովհետև Սուրբ Արցախում Մայր Հայաստանի զավակներն էլ են արյուն թափել։ Սուրբ Արցախում հայաստանաբնակ ժողովուրդն էլ են մեր հետ միասին, բոլորիս հետ միասին պայքարել, կարևորացրել, միշտ միասնական եք մենք ունեցել հաղթանակները, միշտ միասնական եք մենք ունեցել հարցի լուծումները։ Դրա համար ես չեմ տարանջատում, իրավունք էլ չունեմ, որովհետև Արցախի պետականությունը, անկախությունը ձեռք բերելով ազգովի ենք ձեռք բերել։ Բոլորն են զոհաբերել, բոլորն են իրենց ամեն մի մասնիկը, ամեն մի թե հարազատնա, թե իր հնարավորությունների չափա, թե ես մեկ եմ ույսնա, բոլորն են աջակցել դրա անկախության, Արցախի անկախության ու Արցախի հայկական մնալու համար, լինելու համար։ Իմ առաջարկս այսօր կոնկրետ դրա մասին է, իմ ուղերձս կոնկրետ դրա մասին է։ Բոլորիդ խնդրում եմ, աջակցեք այս նախաձեռնությանը, մեջ կաղնեք այս նախաձեռնությանը։ Ես պատասխանատու համար 1 այս առաջարկի հետ կապված կրում եմ ու համար 1 պատրաստ եմ վերցնել ամեն ուղղության վրա ամեն պատասխանատվություն, նորից եմ ասում, հանուն արժանապատվությանը, հանուն մեր երեսը թասիբը պահելու, բարձր պահելու համար, հանուն այն նահատակված հերոսների առաջ, որոնց գործը պիտի մենք շարունակենք, հանուն այն հերոսներին, որ մենք իրավունք չունենք ոտնահարել իրենց հերոսությունը, հանուն ինչի է եղել, ոչ մի բանից մի վախեցեք, ոչ մի բանից մի քաշվեք, այսօր ամեն մեկից դրսևորումը դերակատարությունը դրանով ապացուցվելու ով ենք մենք, իրական ինչ ենք մենք բանանում, ներկայացնում մեզանից ու ինչի ենք մենք պատրաստ։ Բոլորից հորդորում եմ, բոլորիդ կոչ եմ անում, բոլորից եթե խոսքի բառի բուն իմաստով խնդրում եմ, աջակցեք, մեջ կաղնեք, այս նախաձեռնությունը հաջորդ շաբաթ միասնական համախմբված Արցախի ներկայացությունում կազմակերպենք մի հատ մեծ ակցիա, պահանջատեր լինելով, աջակցի որպես մեջ կաղնելու, պահանջատեր լինելով, այդ հարցի լուծումը ունենանք։ Ես ձեզ ասում եմ, ինչքան երկարացավ, ուրեմն միտումնավոր գնում է կործանման, ոչնչացման։ Ես որ մի բառ ասում եմ, մտահոգություն ներկայացնում եմ, տեղյակ եմ ինչա կատարվում։ Ես տեսնում եմ մեջի խմորումները, ես տեսնում եմ ուղղորդվող ինչ որ ուժերի կողմից դրա ոչնչացմանը, դրա համար ես այսօր այդ ձայնը բարձրացնում եմ ու ասում եմ, այդ օրը, այդ ժամանակ, խնդրում եմ ձեզ բոլորը մի քիչ գործից է, թե մի քիչ հնարավորությունների հետ կապված է, ամեն ինչ արեք ձեր ներկայությունը, ֆիզիկական ներկայությունը լինելու է իրական ուժի, իրական իրավունքի ձայնի բարձրացման սկզբունքները ու սկիզբը։ Դրանից մենք պիտի արդեն վերածնվենք այն իմաստների հետ կապված, որ ամեն ինչի մասին միշտ խոսում ենք։ Ու իմ կոչը սրանով ես բավարարում եմ, ավարտում եմ, սպասում եմ արձագանքներին, մաքսիմալ տարածեք այս իմ ուղերձս, մաքսիմալ ամեն մեկիդ կողմին, ով ինձ ճանաչում, ով ինձ վստահում է, ով անտարբեր չի, ով կարևորացնում է այս հարցը,
ինձ հետ կապի մեջ դուրս եկեք, տարբեր խոսքի բաներով, պատրաստականություն, մենք միասնական ժողովրդի ձայնը, հասարակության ձայնը ներկայացնենք ու տեր կաղնենք մենք մեր իրավունքներին, ու տեր կաղնենք մեր Արցախի պետական ինստիտուտին, ու ես ձեզ ասեմ, սա հպարտանալու էլի այն առիթն է, որ ամեն մեկս այսօր ունենք հնարավորություն այս ծանր ժամանակում դերակատար լինելով, այս ծանր ժամանակում պատասխանատու լինելով ու տանենք այդ հարցերը, մենք ամեն ինչ իր տեղը հասցնենք, ամոթա ժողովուրդ, ամոթա մեռնեմ ձեզ, մենք այս իրավիճակում իրավունք չունենք սենց դրսևորենք մեզ, նայեք թշնամին ոնց է մատ թափ տալիս մեզ վրա, նայեք թշնամու ախորժակը ոնց է մեծացել, բա այդ թշնամու մենք բերան փակելու գիտեք ինչքան հնարավորություններ ունենք, բա այդ թշնամու մատ թափ տալու գիտեք մենք ինչքան հնարավորություն ունենք, եկեք համախմբված, նորից եմ ասում, ոչ մի կազմակերպության, կուսակցության, պատկանելիության հարց չկաստե ու չի լինելու, օրակարգը Արցախի ինստիտուտը պահպանելու, օրակարգը կարճ ժամանակահատվածում նշանակելու ազգային ժողովի նախագահ եւ Արցախի հանրապետության նախագահան, ու մենք մեր կողմից որպես հասարակության մի մաս, որպես հասարակության այդ դերակատար մասը, որ ձայն ենք տվել, հավատել ենք այդ մարդ ծառայեն ժողովրդին ու այդ պարտականությունն էլ իրենք որ ասում է բանանեն։ Ասելիքս այսքան է, սպասում եմ ձեր արձագանքներին ու ես նորից եմ ասում, մի քանի ժամանակից հետո հաշվի առնելով այդ արձագանքներն է, հաշվի առնելով այդ աջակցության բանը, եթե ես որտենց կզգամ, հայտարարություն եմ անելու հաջորդ շաբաթ օրն ու ժամը նստավայրը Արցախի հանրապետության նստավայրում մենք կազմակերպենք այդ ակցիան։ Շնորհակալություն ու սպասում եմ ամեն մեկի կողմից նվիրյալները, ամեն մեկի կողմից մտահոգված մարդկանց արձագանքներ։